ձեզ նա ոնց է իմացել Վիգենը Լուկչեքչյանի մասին, որ արդեն Հայաստանում է, քանի որ մեզ ասում էին, որ նրան տեղեկացել են, բայց Լինդան կարծես թե մեզնից է իմացել, որ Վիգենին բաց է Իմ դերակցությամբ Լինդան այսինքն պաշտոնական աղբյուրը չէ, որ իմացած է, այլ Հայաստանի մեդիային, երբ որ հայտարարվեցավ, որ 4 կերիները սահմանը անցան։ Այս պահին մեզ կասեք Վիգենը որտեղ է գտնվում, ինչ գործընթաց է կատարվում եւ օդանավակայանում կայանում ինչ կատարվեց, ով դիմավոր է։ Օդանավակայանում, ինչպես որ մեդիան ներկա էր, Դիգին Լինդան ինքը մինագը եկավ Բեյրութեն եւ անհամբեր էր ամուսինը տեսնելու, մանավանդ որ 3 ամբողջ օրը Վիգենը գաբի դուրս չէր գցած երևիկալ, ոչ մեկ տեղեկություն ուներ եւ որովհետեւ նախքին փորձառությունն աղա որ 2 տարի առաջ Վիգենին անունը հայտարարվեցավ, որ ազատ արձակված է, հետո անունը փոխարինված էր ուրիշին հետ, այդ մտահոգություններով էր ինքը ամբողջ գիշերը եւ գաբի մեջ, հետո գնաց Բեյրութի օդանավակայանը, այլևս մինչ այդ դակավին չէին գիտեր, որ ուր է, առավոտյան դեպի դակավին օդանավի մեջ էր, ես արդեն իմացա, որ օդանավակայանը հասա, կամ փորձեցին գամիջովես Վացանի Վանդանոս որվեսի դիպեսնի իր ամուսնին, absolut ուշ հասավ ուշ հասանք այնտեղ, արդեն այնտեղ են դեղափոխված էր գնչական երևի սովորական այս վայրն հարմար Իվաշտոնե այո, կապի մեջ եմ եղել, հարցազրույցները արել Լինդան հնարավոր սահմանների մեջ որպես բերգյա գործեր են իրենց Օդանավակայանում ինչպես տեսանք Հայկ Սարգսյանը եկավ դիմավորեց Լինդային, ինչու պայմանավորվում այս ակտիվությունը, շատ ողջունելի է, որ աջակցություն կա, բայց չէ՞ որ նրանց հենց իրենց իշխանության օրոք է Վիգենը երևակայել։ Գիտեք ինչ ես անցել չեմ ուզել հասցեակել, պետք է շնորհակալ լինել, որ այս հարցով զբաղվող կա։ Ես չեմ գիտեր այս վաղով Սարգսյանները որքանով իշխանական են, սակայն եւ այնպես բոլորին է իմ ոչս, որ այս բահը PR-ի բահ չէ, որովհետեւ այստեղ մարդկային թեմա կա, մարդկային օրակարգ կա, 5 տարի է կերևարված երիտասարդ կա, ոչ մի լուրջ պատճառի համար կամ հանցանքի համար, ինի եկած էլի բանանեն իրեն տեսնելու 5 տարի է չէր տեսած եւ չտեսած եւ ահակի մտահոգություններով եւ այնտեղ են եկած եւ չեկած լուրերով, հետեւաբար այս բահը մարդկային գեցվածքի բահ է, իմ առաջարկս է բոլորին, որ այս բահուն PR-ով չսպահեն, այլ տեսնեն ինչպես կարելի է օգտակարել այս ընտանիքին, որովհետեւ ի վերջո Վիգենը միանա իր ընտանիքին եւ իր ծրագիրը լիփանանել է ամիջապես եւ այդ բոլորը բարեհաճող ընտանիք։ Ընտանիքի մյուս անդամները կգան Հայաստան, թե Վիգենը Չէ, ընտանիքը Վիգենի զավակները լիփանան են այս բան, ինչպես գիտեք մեդիայի վրա ալ ցանոթ է իր տղան լուսակատրվելու ծրագիր ուներ, սպասում էր օրը, բարեբախտաբար շատ չսպասեց։ Մինչ Վիգենի վերադարձը նա նամակ է եկել ընտանիքին եւ այդտեղ նշել է, որ խնդրում է իր միակ որդուն, որպեսզի սպասի իրեն, որպեսզի նա անձամբ դեպքա լինի սակադության ինչ է կարծում Վիգենը Չէ, հույսը միշտ մարդու մեջ կմնա եւ այդ 20 տարվա թադավարտությունը ապկանալ ռեալ չի թվիր այդ իրավիճակի մեջ գտնվող եւ ես կարծեմ որ դա հույսի մարդկային հույսի արդյունքեր եւ ոչ թե դեղեցության